2025 թվականի սեպտեմբեր ամսից, երբ երեխան արդեն հաճախեց պետական մանկապարտեզ, տեսավ խնդիրները սնունդի հետ կապված եւ այդ մասին սկսեցի զբաղվել։ Վստահեցրեցին, որ սնունդի չափորոշիչները փոխվում են եւ սննդաբանները մշակել են արդեն համապատասխան չափորոշիչներ, ըստ որի հունվար ամսից պետք է բարելավեն երեխաներին հատկացվող սնունդի որակը, տեսակը, ձևը եւ բնականաբար, ինչպես եւ սպասում եւ ակնկալում էի, հունվար ամսից փոփոխությունը իրապես եղավ, ինչպես նաեւ հրապարակումներ տեսանք, որ արդեն փոխվել է եւ այլն։ Բայց փոփոխությունը ինչն էր։ Նախ սննդի այսպես բազմաշերտությունը պակասեց, երկրորդը ոչ մի բան չփոխվեց, այսինքն նորից շարունակում է մնալ նույն նանայով թեյը, լիմոնով թեյը, պարզապես բաղադրիչի մեջ փոխվել է շաքարի քանակությունը, բայց արդեն իսկ խնդրահարույց է 2 տարեկան երեխային նանայի կամ լիմոնի թեյ տալը, ջեմ տալը, երբ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է, որ մինչև 3 տարեկան երեխաներին հնարավոր կամ առավելագույնը զերծ պահեն գոնե շաքարից եւ աղից, բայց փաստացիորեն մինչև 3 տարեկան կամ մինչ այս արդեն իսկ ներգրաված է շաքարը որպես սնունդ, իսկ հիմա ընդհանրապես փոքրացրել են քանակը, բայց արդյոք նույն առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տրամաբանական է համարում 2 տարեկան երեխայի համար նանայով թեյը կամ նախաճաշին տրվող, օրինակ հենց այսօր է մատնաքաշ հաց, կարագ, ջեմ եւ նանայով թեյ։ Հիմա անհասկանալի է սա ինչ է արվում։ Եթե այն երեխաները, որոնք շատ սեր չունեն սնվելու հանդեպ եւ մեկ ապուր է դարձել կամ մեկ տակուտեստ, օրինակ տապակած հավի կրծքամիս, ես վստահ եմ, որ երեխաների մեծ մասը տապակած հավի կրծքամիս չի ուտելու, ավելին ասեմ, տապակած կրծքամիս արդեն իսկ անթույլատրելի է մեծի համար, ուր մնաց թե նախատեսվում է տրվի երեխաներին։ Եվ բնականաբար, այստեղ երեխաների մեծ մասը ճաշի ժամանակ արդեն իսկ կմնան սոված կամ գուցե համտեսեն աղցանից, բայց աղցանն էլ եթե չկերան, երեխաները ոչինչ չեն ուտի։ Հետ ճաշիկի ժամանակ տրվում է օրինակ խաշած լոբի կամ սպաս եւ ուրիշ ոչ մի բան։ Մրգերից հիմնական տրվողը փոքրիկ կտոր բանան կամ խնձոր, հա, 1-2 կտոր երեխային խնձոր։ Արդյունքում երեխաները ուտում են վտանգավոր, հակացուցված սնունդ կամ չեն ուտում երեխաները եւ երկու դեպքում է ինքը բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում։ Հիմա ամբողջ հարցը հետեւյալումն է, որ որևէ մարմին գործունեություն չի ծավալում։ Առողջապահության նախարարությունը անհասկանալի լռության կամ խնջույքի մեջ է։ Մանկապարտեզի տնօրինությանը պարբերաբար ենք այս հարցը բարձրացրել ծնողներով եւ բոլոր մանկապարտեզները հստակ տնօրինությունը բացատրում է, որ մենք էլ ենք այս հարցը տեղեկացրել եւ ավելին մանկապարտեզներից իրենք պահանջել են առաջարկներ, թե օրինակ ինչ առաջարկ կանի մանկապարտեզը, որպեսզի սննդամթերքը փոխվի։ Մանկապարտեզներից գնացել է առաջարկները, արդեն պարզել է մի քանի մանկապարտեզներից, Երևան քաղաքի մանկապարտեզներից, տնօրինությունը ուղարկել է համապատասխան վարչական շրջաններին կրթության բաժին իրենց արդեն առաջարկները, փոփոխությունները, բայց դեռ արձագանք չկա։ Երեք զանգահարել եմ քաղաքապետարան, պարզվում է այս հարցով զբաղվող վարչության պետը, թե տեսուչը չեմ կարող նշել պաշտոնը, այս բանին արձակուրդում է, այսինքն երեխաները նորմալ է, մարդը նաև հանգստանալու իրավունք ունի, հա, բայց արդյունքում մինչև ինքը գալու է, այս խնդիրները մինչև լուծելու են, մինչև ինչ-որ բան, դուրս է գալիս եւս կես տարի երեխաները անհայտ սնունդով են սնվելու, հա։ Երբ որ սննդաբանները, ընդ որում շատ հայտնի սննդաբաններ են սահմանել չափորոշիչները, չեն տեղեկացրել հավանաբար կամ վստահ եմ, որ տեղեկացրել են, որ եթե գրել են օրինակ SSS վիտամիններն են պետք, դրանք կան SSS մթերքների մեջ։ Ուղղակիորեն այդ մթերքները չկան երեխաների առօրյայում։ Ուղղակիորեն այդ մթերքները բացակայում են կամ գուցե թանկարժեք է դրա համար Երևանի քաղաքապետարանը այս դեպքում խնայում է, որպեսզի երեխաներին տրվի առողջ սնունդ։ Եվ եթե պետք է մանկապարտեզը լինի անվճար,
ու երեխայի կյանքի ու առողջության հաշվին, ապա ներողություն եմ խնդրում, բայց պետք չի որևէ ծնողի այդ անվճար մանկապարտեզը։ Եվ եթե որևէ բան որոշում եք, ապա դա պետք է անեք կամ պատվով, շնորհքով կամ որևէ բան չանեք եւ չորոշեք, եթե պետք է անեք այլ երեխաների կյանքի ու առողջության հաշվին։ Փորձարկումներ է արվում արդյոք։ Եվ ամենակարևորը, որ բոլոր ծնողները այս խնդիրը հստակ բարձրաձայնում են, բոլոր ծնողները խումբված մտնում են տնօրենների մոտ, այն դեպքում, երբ որ տնօրենը չի այդ օղակը, տնօրենը կատարող է ընդամենը, տվեցին կաթի փոշիով, որ պետք է պատրաստի ապուրը, ապա ինքը պարտավոր է դա կաթի փոշիով պատրաստել։ Հետևանքը ծնողն է կրում, որևէ մեկի համար պատասխանատվություն չի, բացի ծնողից եւ երեխայից, վերջապես սա պատասխանատվության խնդիր չի, այն ինչպես նաև իրավունքի խախտում է, որ ծնողը չի կարողանում իր երեխային պաշտպանել։ Խնդրահարույց հարցերից մեկը՝ մսուրի երեխան եւ ավագ խմբի երեխան ուտում են նույն բանը։ Եվ չեն դնում անգամ տարիքային առանձնահատկության խնդիրը, որ չի կարող 2 տարեկան կամ մինչև 2 տարեկան երեխան ուտի ցամաք հաց ու պանիրը, ինչպես կուտի 5-6 տարեկան երեխան, արդեն ձևավորված ծամելու ապարատով, հա։ Իսկ այս պարագայում այդ երեխան, որը հələ կես ատամներն է շատերը հանել, ինչպես պետք է ուտի այդ ձեր մատնաքաշը եւ պանիրը, եւ խմի հետո լիմոնի թեյ եւ կամ նանայի թեյ։ Որևէ կերպ չափորոշիչ սահման չի տարիքային առանձնահատկության։ Փոխվելու է տեղափոխեցին փետրվարի 1 չկա, ոչ։ Փետրվարի 1-ից հենց անկեղծ ասած ես սպասել եմ։ Եվ եթե նկատել եք, բարձրաձայնել եմ արդեն խմբում այս հարցը 3 թե առաջի օրը։ Այսինքն սպասել եմ այնքան, ինչքան ժամկետ տվել եմ, բայց միևնույն ժամանակ ես սպասել եմ մինչև հունվարի 1, հունվարի 1-ից մինչև փետրվարի 1, փետրվարի 1-ից որևէ քայլ չի արվում։ Այսօր արդեն նորից մի քանի մանկապարտեզների, ընդ որում հետաքրքիրն ինչ է։ Այս ուսումնասիրությունները, որոնք пассив արել եմ, ինձ հետաքրքիր էր, արդյոք այն մանկապարտեզում է, որտեղ իմ երեխան է հաճախում, որպեսզի ավելի տեղային է խնդիրը եւ ավելի հեշտ լուծում կգտնես։ Հետո պարզվում է ոչ բոլոր մանկապարտեզները նույն սնունդն են տալիս։ Այսինքն հրահանգը վերևից իջնում է, հիմա նստենք այդ նույն առողջապահության լավ պարող աղջկան հարցնենք։ Այսօրվա մենյուի մեջ ինչն եք լրացնում երեխայի սպիտակուցները, վիտամինները, ինչն եք լրացրել։ Գնացեք տեսել եք խմբում քանի երեխա օգտվեց, քանի երեխա չօգտվեց ընդհանրապես։ Մեր խմբում կան երեխաներ, որոնք միայն ամբողջ օրը հաց են ուտում։ Հիմա այդ երեխան ժամը 4:30-5-ին տարավ տուն երեխային, մայրը տարավ տուն։ 5-ին ինչքան պետք է կերակրի այդ երեխային, որ ընդ որում 2.5 տարեկան երեխայի մասին է խոսքը, որ այդ երեխայի օրգանիզմը վիտամիններով հագենա, որքան պետք է կերակրի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։